Բարի երեկո, այսօր ուրբաթ է 22:22 եւ մենք սկսում ենք հայկական ուրբաթը։ Սիրելի հեռուստահայտողներ, դուք գիտեք, որ այս շաբաթ տեղի ունեցավ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի այդ հանձնաժողովի հերթական նիստը եւ այս նիստի ժամանակ որոշվեց, որ էլեկտրոէներգիայի գինը պետք է թանկանա 6.9 դրամով, այսինքն մոտ 7 դրամով եւ դուք գիտեք, որ էլեկտրացանցերը ցանկանում էին, հեծը ցանկանում էր, որ թանկացնել 17 դրամով, հանձնաժողովը որոշեց, որ կթանկանա 7 դրամով եւ օգոստոսի 1-ից մենք կունենանք այն ինչ կունենանք 7 դրամով կրկին թանկացում։ Ես ասեմ, որ 3 տարվա մեջ սա երրորդ թանկացումն է արդեն, 3 տարի առաջ 1 կիլովատի համար մենք վճարում ենք 25 դրամ, հիմա 48 դրամ եւ ամբողջ խնդիրը նա է, որ դժվար է ասել այս թանկացումով, այս պատմությունը թանկացման ավարտվեց թե չավարտվեց, որովհետև դուք գիտեք, որ BB-ը հեցի տնօրենը նամակ է ուղարկել, որով սպառնում է հանձնաժողովին, որ եթե նրանք չբարձրացնեն 17 դրամով, ապա խնդիրները կրկին մնալու են եւ կրկին մենք հոսանքազրկվելու վտանգի առաջ կանգնած կլինենք։ Մյուս կողմից մենք այսօր կփորձենք հասկանալ, թե որն է այստեղ համակարգային խնդիրը, ինչու ենք մենք 3 տարի շարունակ պարբերաբար կանգնում նման աղետալի վիճակի առաջ, երբ հեծը բողոքում է հանձնաժողովից, հանձնաժողովը հեծից, ժողովուրդը բողոքում է եւ հեծից, եւ հանձնաժողովից, եւ մնացած ամեն ինչից, որովհետեւ դժվար չի կանխատեսել, որ այս թանկացումը շատ վատ ազդեցություն կունենա թե սովորական քաղաքացու գրպանի վրա, թե նաեւ տնտեսության վրա, որովհետեւ 7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացում, իսկ էլեկտրաէներգիայի մարժան մտնում է ցանկացած ապրանքի սակագնի մեջ։ Նաև սիրելի հեռուստահայտողներ, մեր հասարակությունը այնքան էլ վստահ չի, որ այս թանկացումը օբյեկտիվ էր, որովհետև եթե այսինքն այն ինչ ակնկալում է հասարակությունը իշխանություններից, պատկան մարմիններից, նրանք կարծում են, որ այդ պատկան մարմինները լիարժեքորեն չեն օգտագործում պետական մեխանիզմները, որպեսզի նման իրավիճակ չլինի եւ թանկացումներ չլինի։ Այս ամենը մենք կփորձենք այսօր քննարկել։ Իմ առաջին հյուրը հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Շիրակ Կիրակոսյան, խնդրեմ, պարոն Կիրակոսյան։ Շնորհակալություն պարոն Կիրակոսյան, մեր հրավերը ընդունելու համար, մեր ստուդիայում պամիդորներ ձվեր չկան, միանգամից ես զգուշացնում եմ, պարոն Կիրակոսյան, մարդկանց երկու բան է ցավացնում, հա, տեսեք, առաջինը որ ինքը թանկանում է, հա, դա արդեն օբյեկտիվ ցավ է, այսպես ասած, հա, մարդը չի ուզում առանցել սոցիալական ծանր վիճակում։ Երկրորդը մարդիկ վստահ չեն, որ այդ թանկացումը օբյեկտիվ է, այսինքն մարդիկ մտածում են, որ հանձնաժողովը կարող էր դեմ առնել, ինչ-որ բան անել, բայց դուք անկախ չեք, օբյեկտիվ չեք, լիարժեք չեք եւ դուք ձեր պարտականությունները լիարժեք չեք իրականացնում, այսինքն մեր քաղաքացիների շահերը դուք չեք պաշտպանում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն հարցի համար, փորձեմ իմ հնարավորության սահմաններում լուսաբանել այդ խնդիրը։ Բերեք այսպես պատկերացնենք, ամբողջ էներգետիկ համակարգը բաժանենք երկու մասի։ Բոլորի կողմից շատ սիրված Հայաստանի էլեկտրական ցանցերը առանձին եւ մինչեւ Հայաստանի էլեկտրական ցանցերը արտադրող կայաններ, բարձրորդ էլեկտրացանց եւ համակարգին ծառայություններ, մատուցողները, հաշվարկային կենտրոնը եւ օպերատորը։ Տեսնենք, թե ինչ հիմքեր կային, որպեսզի այդ երկու օղակները ինչ խնդիրներ ունեին, որոնք օբյեկտիվ էին, թե օբյեկտիվ չէին, որոնք բերեցին 6.93 դրամ սակագների բարձրացմանը։ Արտադրող կայանները, դուք ինչպես գիտեք, կառուցվածքը ունենք հեկեր, ունենք ջեկեր, ունենք ատոմակայան եւ շատ օբյեկտիվ մի գործոն ասեմ, որը բերում է արտադրող կայանների գնման գների բարձրացման։ Դա փոխարժեքի այս տատանումներն էր, բարձրացումներ, որ անցած տարվա դեկտեմբերից սկսված կտրուկ աճեց եւ գիտենք, որ ջեկերը գազ են օգտագործում։ Իսկ գազի գինը հանձնաժողովի կողմից սահմանված դա դոլարով է սահմանված 277 դոլար։ Անկախ նրանից հանձնաժողովը սակագները վերանայում է թե չէ գազի, ինքը տվյալ 277-ը բազմատվում արդեն գործող կուրսով, փոխարժեքով եւ բնականաբար ջեկերը արդեն դրամային արտադրությամբ բարձր ծախսերի տակ են։ Եվ այսօրվա դրությամբ ասեմ, որ միջև սակագների վերանայումը մեր ջերմաէլեկտրակայանները արդեն մեծ վնասներ են կրել, որովհետեւ մինչև այսօր արդեն իրանք այդ բարձրացված կուրսով են բարձրացնում։ Բացի դրանից հաշվի առնելով նաեւ արտադրության կառուցվածքը, որտեղ ամեն տարի
մշակում է հաշվեկշիռ, արտադրության հաշվեկշիռ, որը էությունը նրանում է, որ օպերատորը ելնելով հնարավորություններից, ռեժիմներից, տարբեր կայաններից, տարբեր քանակությամբ էներգիա է վերցնում ներքին սպառումը ապահովելու համար։ Այդ կառուցվածքը հաշվի առած եւ հիմնականում 90 եւ ավել տոկոսով փոխարժեքի տատանումը հաշվի առած, ինչպես նաեւ որոշակի ներդրումներ են կատարվել ընկերություններում, բայց դա փոքր տոկոս է կազմում, որը նույնպես հաշվի առած, այդ հանրագումարով միայն այս ներքևի օղակը, ինչպես ասեցի, մինչև Հայաստանի էլեկտրական ցանցեր անհրաժեշտություն կա նվազագույնը 2.36 դրամով թանկացնել ու այն հիմքը օբյեկտիվ է թե չէ, դա փոխարժեքի տատանումն է։ Հիմա թող ժողովուրդը դատի ասի, դա օբյեկտիվ է թե չէ։ Հիմա հասնենք սիրված հեցին։ Ինչ է կատարվում հեցերում։ Հեցերում սակագները գիտեք, որ հայտերը ամբողջը տեղադրված է եւ մի քիչ ցավով պետք է նշեմ, որ հանրությունը սևեռվեց հիմնականում այսպես կոչված շքեղություն, ավտոմեքենաներ, վարձակալություն, բայց բուն խնդրի էությունը նույնիսկ շատ վերլուծաբաններ չկարողացան հասնել այն էության, թե ինչն է պատճառը, որ թանկացում են։ Ուրեմն շատ է խոսվել, չեմ ուզում շատ մանրամասն ասեմ, վերջին տարիներին տեղի ունեցած որոշ առումով կարելի ասել ֆորս մաժորային իրավիճակները սակավաջրության հետ կապված եւ ատոմակայանի անսպասելի լրացուցիչ կանգառը, դրանք բերեցին հեցերի մոտ մեծ վնասների, որը ես ուզում եմ նշեմ միարժեքորեն ոչ մի ձևով կապված չի հեցերի արդյունավետ կառավարման ծախսեր թողենք այդ առանձին անարդյունավետ կառավարվեր մենք ենք վնաս տվել, ասեմ մենք ով ենք ատոմակայանն է կանգնել սակավաջուրը այո ասեմ մենք դա ենք մենք էլի տեր ունի մենք դա էներգետիկայի նախարարությունն է հանձնաժողովն է կանխատեսվել է հաշվեկշիռ որը չի իրականացել իհարկե այնքանով ենք մենք մեղավոր որ չենք կարողացել կանխատեսել ջրի այդպիսի տատանումներ, որովհետև նախորդ տարիներին այդպես չէր եղել եւ մեր կանխատեսումները բավական մոտ են եղել իրական չեն։ Հիմա ես ուզում եմ հարցնել, այստեղ օբյեկտիվ է թե օբյեկտիվ չի։ Ցանցերը իրանց կամքից չկախված 37 միլիարդի վնաս են կրել։ Այդ 37 միլիարդից 13 միլիարդ արդեն նախորդ սակագնով, որ մենք ներկայացնում ենք, փոխհատուցվել է, մնացել է 23.4 միլիարդը, որը պետք է այս սակագնով մենք դրել ենք, որ պետք է փոխհատուցի։ Հիմա տեսեք ինչ խնդիր է առաջացել։ Դուք մի քանի ամիս առաջ հիշում եք փոքր հեկերը ինչ աղմուկ էին բարձրացել, որ ոչ մեկը չի ստանում կայաններից իրենց հասանելիք վճարները, եւ սա քանի որ մեծ համակարգացված կառույցը շատ մեծ ազդեցություն է թողում համակարգի ամբողջ տնտեսության վրա, փոքր բիզնեսից սկսած մեծով վերջացրել։ Եվ այս պարագաներում մենք ընդունելով եւ հասկանալով, որ սա այնպիսի օբյեկտիվ փաստարկներ են, որոնք պետք է դեմ առնել, հակառակ դեպքում կարող է ֆինանսական շղթան շարունակվել ամբողջ տնտեսության մեջ, որոշում ենք կայացրել, որ այդ վնասները ինչը որ չի փոխհատուցվել, որովհետև մեր մեթոդիկա նախատեսված է 3 տարում մաս փոխհատուցել, բայց տեսանք, որ դա չի բերում այն արդյունքին եւ ցանցերը դիմեցին եւ մենք էլ հիմնավոր համարեցինք այդ վնասները փոխհատուցել, որովհետեւ իրանք կարողանան այսօր կայաններին արդեն իրենք պարտքեն 23 միլիարդ տեսեք ինչ թիվ եմ ասում 23.4 մենք փոխհատուցում ենք իրանք կայաններին պարտքեն 23 միլիարդ եւ կայանները չեն կարողանում արտադրող կայանները իրենց շահագործման պահպանման ծախսերը իրականացնել եւ անվտանգություն սա այն մինիմալն է, որը փրկում է համակարգը ճգնաժամից։ Այո, համակարգը ճգնաժամից։ Այսպես ասեմ, անգեց ասեմ, շատերի համար կարող է ծիծաղելի թվա դա կործանում եւ այլն, ճիշտ եք ասում, որովհետեւ այս շղթան շատ վտանգավոր է, եթե շարունակվի, եթե վճարումները չկատարվեն, ատոմակայանն իր խնդիրներն ունի, Երևան ջեկ իր խնդիրները, հեկերն իրանց, եթե իրանք իրանց վճարումները չստանան, իրենք էլ են վարկեր վերցնում։ Նույն իրավիճակը բարդությունները կստեղծեն ինչ-որ ցանցերում ավելի վատ։ Հիմա մենք գնացել ենք այն նվազագույն սակագնի բարձրացմամբ, որը եւ կայաններին, ինչպես ասեցի, 2.36 եւ բաշխի ցանցերում 4.24, մի քիչ զարմանա գումարը չի անում 6.93, դա միջին սակագինը, որովհետեւ տարբերություն կա սլալումների, այդ այն նվազագույնը, որը անհրաժեշտ է համակարգը կայուն պահելու, մենք խնդիր ունենք կայուն պահել։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան, խնդրեմ պարոն Քոչարյան։
Շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Ես լսում եմ պարոն Կիրակոսյանի արգումենտները, ըստ էության պարոն Կիրակոսյանը ճիշտ է ասում, ես հիմա սկսում եմ համաձայնվել Ռոբերտ Նազարյանի հետ, որ սա իրենց խաչն է։ Տարին ջուր չի եղել, ատոմակայանը կանգնել է, դրամ դոլարը տատանվել է, այդ ամեն ինչը եղել է, հիմա այդ մարդիկ կուտակել են պարտքեր։ Համաձայն եք թե ոչ։ Ես էլ եմ ուշադիր լսել, տեսեք, 13 թվականին դոլար չէր բարձրացել, սակագինը բարձրացավ, 14-ին դոլար չէր բարձրացել, սակագինը բարձրացավ։ Այսինքն դուք ջուր չկար այն ժամանակ եւ ատոմական 3 տարին էլ ատոմականն էլ բան ա եղել, զբոյատվել, ջուր չի եղել 3 տարին էլ 3 տարի է անընդհատ գինը բարձրանում է։ Հիմա կարող ենք ասել այս 6 դրամը, որ ընդ որում այդ բան այդ բլեֆը, որ 17-ից իջացնում ենք, չէ, 17-ից իջացնում ենք 7 չէ, 6 ու 7 93 մի խառնենք իրար։ Այդ մեծ շատ մեծ տարբերություն է։ Այս սա բլեֆ է իմ կարծիքով, որովհետև ես եկեք մի քիչ ավելի խորը գնանք, հա։ Մի քիչ ավելի խորը գնանք, թե որտեղից է գալիս։ Ասում են Պարոն Կիրակոսյան ասես փաստեր, որ փաստեր համաձայն չէ։ Ես էլ եմ փաստեր ասում, Պարոն Կիրակոսյանը չհիշացրեց, որ հեծի ծախսերը ուրեմն 57,000 դրամով մի կիլոն ցեմենտ են արել։ Կանցնենք այդ ծախսերին, կանցնենք։ Դրանք առաջ չեն 3 օրը մեկ կամազներ են ներկել, որի վրա 57 եսի ինչ միլիոն դրամա ծախսվել։ Ես սա փողերով, հա Պուտինը դեռ մի քանի տարի առաջ ասում էր, որ պետք է իրանց բոլոր չինովնիկները քշեն ռուսական մեքենաներ, երևի Բիբինի համար Lexus-ը ամենառուսական մեքենան է, որ Lexus-ներ են վարձում եսիմ քանի հազար դոլարներով։ Այդ սա հաշվի առնելով, ես ասում եմ, որ բլեֆ է։ Չի կարա տենց բան լինի։ Բլեֆը նաև ես օրինակ ինձ շատ հետաքրքիր է, հանձնաժողովը ուսումնասիրել է, ինչքան են ընդհանրապես կորուստները, ես հատուկ բացել նայել եմ հաղորդման գալուց առաջ, սովորաբար առաջադեմ աշխարհում, որտեղ կատարվում են ներդրումներ եւ այլն, հեծերում, ցանցերում, կորուստը համարվում է նորմալ, ոչ թե իդեալական, երբ 4-ից 5% է։ Ես հիմա ասում եմ, այն ինչ որ ես կարդացել եմ, այն օրը պարոն Կոստանյանը երբ ժեստիկուլյացիայի մասին հարցրեցին Վիկիպեդիային, թող բացեն Վիկիպեդիան, Վիկիպեդիայում գրած է։ Ինքը Wikileaks էր ասում, բայց ոչ։ Չէ, ինքը ասաց Wikileaks, հետո ուղղեց իրան։ Վիկիպեդիայում բացեն գրված է 4-ից 5%-ը դա նորմալ երկրներում, նորմալ ցանցերում կորուստն է։ Ֆիզիկայի բոլոր օրենքներով այդ գրած է Վիկիպեդիայում 10%-ից ավել կորուստ չի կարա լինի։ Մեզ մոտ 12% է, ես ասում եմ, ես իմ կարդացածն եմ ասում։ Հետաքրքիր է, այս ընդ որում այդ 12%-ը նոր չի, պարոն Կիրակոսյան։ 12%-ը արդեն տարիներ շարունակ է։ Հետաքրքիր է, մեկը հարց տվել, այս ինչ 12%-ը։ Այս ո՞րից էս կորուստները։ Ես կարամ ասեմ դա ինչ է։ Դրա անունը ատկատ է։ Ես պրյամո եմ ասում ինչ է դրա անունը։ Դրա անունը ատկատ է։ Ուրիշ ում ատկատ տալիս։ Այդ արդեն ես չգիտեմ ով-ում, ես դատախազ չեմ, ոչ էլ բան եմ, ես պրոստը հասկանում եմ, որ եթե աշխարհում ֆիզիկայի օրենքներից ելնելով չի կարա 10%-ից ավել կորուստ լինի։ Մեզ մոտ 12 ներկայացնում են հեծերը, հանձնաժողովն էլ ընդունում, հա, դրա անունը ատկատ է։ Պարոն Կիրակոսյան, խնդրեմ։ Սիրով կարծականք եմ, եթե թույլ կտաք իմ անունիցելով լիրիկական զեղում անեմ, փոքր Սարոյան եղբայրներ ֆիլմը հիշում եք, չէ՞։ Շատ լավ է։ Շատ լավ եք հիշում, ընդ մի հետաքրքիր արտահայտություն կա, ասում է, հայք, դու պապ չես սպանել, տեր չես սպանել, չէ՞։ Հիմա ես ասում եմ, պարոն Քոչարյան, դուք սագագին չեք բարձրացրել, դուք պատասխանատվություն չունեք ձեր ասած թվերի եւ Ես ասում եմ Վիկիպեդիայից եմ կարդալ։ Դե իմի լսեք, ես ասեմ էլի, ոչ պատասխանատվություն ունեք ձեր ասած թվերի համար, ոչ հետևանքների համար, որը կլինի համակարգում։ Դուք ձեր տեսակետից ես ընդունում եմ ձեր վրդովմունքը, ողոքը։ Հիմա փորձեմ ավելի պրեդմետնի։ Այսինքն այդ իսկ մենք ես եւ պատասխանատվություն եմ զգում որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հետևանքներն եմ ուզում հասկանալ ու կանխել, որպեսզի սերունդները այսօր Անկերակցեն կոնկրետ հարց 12% ուսումնասիրել է հանձնաժողովը։ 12% ուսումնասիրել։ Նախ նշեմ, որ հանձնաժողովի սակագներում 12% չի։ 11 եւ 2% է։ Նորից եմ ասում, 10%-ից ավել ֆիզիկայի օրենքներով չկա։ Դե հիմի բերեք այդպես չխոսենք էլի, հիմա ես կարող Ես դասագրքից եմ ասում։ Դե հիմի դուք դասագիրք եք նայում, Վիկիպեդիան էլ հիմք չի, կա գիտություն, կորուստների հաշվարկը։ Հիմա ես եթե ֆորմատը թույլ կտա,
մանրամասը ձեզ բացատրեմ։ Ես չեմ նայել, ես նայել եմ գիտական բանից, գրականությունից, ես պրոստը Վիկիպեդիան ասացի, որ Լյուբոյը Ղարաբաղցի նայ։ Պարոն Ղազարյանից թույլ կտա, ես փորձեմ մանրամասը 1 րոպեի ընթացքում։ 1 րոպեի ընթացքում կորուստը, այդ որ նահեցինք նախքան հաղորդումը ով մի օրենք է, պետք է մի բան հասկանալ, որ դա ամբողջովին կախված է ցանցի վիճակից, ամեն երկրի ցանց ունի իր վիճակը։ Եթե կա այս հաստության լար, որի վրա նստած են ավելի շատ սպառողներ, որ այդ լարը չի կարող տաքանում է, եթե շատ է տաքանում, շատ կորուստ է լինում, եթե տրանսֆորմատորը հին է լինում, կորուստը մի դեպքում, նորի դեպքում շատ փոքր է լինում, հնի դեպքում շատ է լինում։ Ուրեմն կորուստները հաշվարկում է ինստիտուտը, որը գիտահետազոտական է։ Ինչքան տրանսֆորմատորը հին է, այնքան Lexus-ը թազա է։ Այդ մասին էլ խոսենք։ Lexus-ը հինելներ, այնքան տրանսֆորմատորը թազա է։ Ես կխնդրեի մի քիչ ձեզ խորհուրդ չեմ կարող տալ, բայց կխնդրեի մի քիչ սիստեմավորված գնանք, էլի, եթե հարցը Lexus-ին է, ես պատրաստ եմ լրիվ պատասխանել։ Այս առումով ուզում եմ ասեմ, որ գիտություն կա եւ ինստիտուտ կա էներգետիկայի, որը գիտության այդ ամբողջ օրենքներով հաշվարկում է եւ մեզ տալիս է, որ կորուստի չափը 12% է, որին գումարվում է 1%, որը սեփական մի րոպե էլի, հատկատը ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք, որին գումարվում է 1%, որը սեփականաշնորհման մասին օրենքով գրած է, որ առևտրային կորուստներն են բանը, այդքանով ավելանում է։ Իսկ մնացածը այդ ձեր ասածը ոչ մի բանի չի ենթարկվում, որովհետև կոնկրետ երկրի ցանցը ունի իր կորուստների մակարդակ դրելա ներկայացրելա ցանցերը ներկայացրել են վերջի մի քանի տարին հանձնաժողով, որ իրանք պետք է ներդրումներ անեն ու արդիականացնեն։ Հա? Երբ են արել այդ արդիականացումը, որ տրանսֆորմատորը հին չլինի, այդքան կորուստ չլինի։ Երբ են արել։ Ուրեմն էլի ձեզ ասեմ, ամեն հետևել եք ինձ դա է ամենակետաքրքրը։ Ամեն գործ իր արհեստավորն ունի։ Իհարկե հետևել ենք։ Ցանցերը վերջին ժամանակներում ինտերարավ եսի գալուց հետո 120 միլիարդ դրամի չափ ներդրումներ արել։ Դրա համար 11-2-ը տենց էլ չի պակասել։ Մի րոպե էլի։ Դե 17 ա եղել, դարել է 11-2։ Դուք շատ լավ պատկերացնում եք, չէ՞ ինչ անշարժում Հայաստանի էլեկտրական ցանցեր, ամբողջ Հայաստանով ծրված երկրի էլեկտրական ցանցեր։ Ես պատկերացնում եմ նաև օրինակ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի Այսքան երկրում ամբողջ երկրում ծրված են հենասյուներ են, տրանսֆորմատորներ են, լարեր են, այդ բոլորը փոխվում է։ Դե մի քիչ պետք է պատկերացնել էներգետիկան, պետք չի էլի, մեր դժբախտություններից մեկն է, որ ամեն մեկը բոլոր ոլորտում բացի իր ոլորտից մասնագետ են համարում եւ ուզում են ամեն ինչ փոխել։ Բերեք մի հատ հարգենք էլի մասնագետներն էլ ինչ որ բան հասկանում են։ Դու կարող ես մտածում եք, որ հանձնաժողովում նստած գիշեր-ցերեկ չենք քնում, մտածում եք, որ դժբախտացնենք ժողովրդին։ Այդ ձևի չի է Եթե դուք հիմի իմանաք, այդ 17 դրամն եք ասում, որտեղից ինչ, այդտեղ էլ թյուրիմացություններ կան, բերեք հասկանանք էլի, մենք միշտ ման ենք գալիս մեկին, որի մեղավոր հանենք, մենք ձեռներս թափ տալով ուրախ գնանք, ասենք մեղավորին կտանք։ Հայաստանի էլեկտրական ցանցերը այդ 17 դրամի մեջ իրենց բաժինը, որ ներկայացրել են, դա 9-8 դրամն է։ 9-8-ի տերն են իրանք, մնացածը կայանների հայտերն են եղել, որոնք իրանք մեխանիկորեն գումարել են ներկայացրել։ Դեպքում որպես մասնագետ հարցնում եմ, մարժան ինչքան է, օրինակ ատոմակայանից ինչքանով է առնում, ինչքանով է ծախում, կարող եք ասել։ Իհարկե ես ցանկացած տիպ կարող եմ ասել, ինչքանով են վաճառում։ Ինչը։ Ատոմակայանից ինչքանով են առնում, ջեկից ինչքանով են առնում, հեգերից ինչքանով։ Դուք ինձ ներող կլեք նորից ոչ մասնագիտական հարց եք տա։ Տեսեք ինչ եք հարցնում։ Ես հարցնում եմ այն ինչ որ դուք մի քիչ առաջ ասեցիք երկու մասի բաժանենք։ Մեկ այն ինչը որ հարցնում։ Դե հիմա լսեք ասեմ։ Ուրեմն Հայաստանի էլեկտրական ցանցերը բոլոր կայաններից են առնում։ Այս պատկերացնեք մի հատ խողովակ տարբեր տեղերից գալիս է, լցվում է ջուրը միտեղ ու հոսում գնում է, հետո չես կարող ջոգել, այս ատոմակայանի էներգիան ամեն մեկը իր գինն ունի, ատոմակայանի էներգիան այսօր արժի։ Միջինը 26 դրամ է։ 26 դրամ է։ Առանց ԱՀՀ-ի։ Ինչքանով է վաճառում։ Հիմա արդեն 40։ Հիմա 26-ը բերենք սարքենք ԱՀՀ-ով, որպեսզի օբյեկտիվ լինի, կլինի 6 դրամ ավելացրած կլինի 26 դրամ 48-ով։ Եվ այնտեղ 48 ու 78 դրամով։ Ներողություն։ Մի հարցամ, ինչի է 26 հաշվարկված է դրա միջին բանը, որովհետև եթե քանի տոկոսն է ատոմակայանը տալիս, քանի տոկոսն է ջեկը տալիս, որը գազի իմիջայլոց բանն է միակ։ Շատ լավ հարց եք տալիս։ Հիմա պատասխանություն։ Այսօր գործող սակագներում ատոմակայանի 39%-ը այսօրվա գործող, միջև նորը չեմ ասում։ Հասկանալի է։ Հիդրոկայանները 24% են եւ տարբերությունը եթե նայենք 33% չէ, երևի եթե չեմ սխալվում, մնում է ջեկերը։ Եկեք իրար հետ հաշվենք։ Հիմի մի րոպե, նորում եմ ասում։ Նորում 37% ատոմակայանը,
30% ջեկերը բարձրացել է դոլան եւ տակը մնաց 3% էլ մնաց արդեն ջեկերը բաները հեկերը հա էսա կառուցվածքը հիմա տեսեք ոնց է ձևավորվում միջին գինը այդ կառուցվածքով արդեն այդ մեկը հաստատ խոր մասնագետ լինել պետք չի կշռված միջին է այսքանով այսքան գնով է գալիս այսքանով միջին կշռվածը դուրս է գալիս 26 դրամ այսինքն դուրս է գալիս ոնց է ատոմակայանին ինչքան է եկեք միջինը հիմա հաշվենք ես չեմ հավատում այդ տվերին դուք ինձ ասեք ատոմակայանը ինչքան է ջեկերը ինչքան է հեկերը հաշվենք միջինը հաշվենք դժվար չի դա ինչ եք ենթադրում բարձրագույն մաթեմատիկա չեմ ասում խափում ասում ես չեմ հավատում լավ դուք չեք հավատում չէ հիմա ես ձեզ խնդրեմ այդ ձեր չհավատը մի հատ կլիկ անել Ես էլ գիտեմ շատ լավ տիրապետում եք ինտերնետին www.psrc.am մտնել մեր սայթը մի հատ էլ կլիկ անել եւ բացել այդ հաշվարկը ոչ թե դրածը 100 էջ ձեր համար հաշվարկա դրած որտեղ հաթաթ գրված է որ կայան ինչքան արտադրում ինչ գնով միջին ինչքան աստացում որտեղ է դրվում ամբողջը դրված է դուք չեք նայել Ես չեմ ասում եմ դրա համար թողեք արեստավորն են եթե չեք նայել ինչ եք այդպես ասում որ սխալ է էներգետիկայի առաջին փոխնախարար խնդրեմ Իոսիֆ չեմ հավատում Իսայան չեմ ասում սխալ է ասում չեմ հավատում ինչի չեք հավատում այդ տարբեր բաներ է շնորհակալություն ավելի ընդունի համար պարոն Իսայան մարդկանց մոտ կա վստահության պակաս որ թանկացումը օբյեկտիվ չի խնդրեմ ձեր կարծիքը լրություն Խնդրեմ օբյեկտիվության մասին խոսեց իմ գործընկերը ես համոզված եմ որ իր բերած բոլոր թվերը ճիշտ են մենք միասին ենք հաշվել օբյեկտիվություն կա ես կուզեի խոսեի ուրիշ խնդրի մասին ինչու կա նաև կառավարության էներգետիկայի նախարարության դերը այս ամեն ինչի մեջ եթե մենք ժամանակին չիրականացնենք որոշակի ներդրումային ծրագրեր մենք այսօր կունենայինք լրիվ ուրիշ պատկեր Կունենայինք մի իրավիճակ, երբ որ մենք կունենայինք ավելի թանկ էլեկտրաէներգիա, որ հիմա նոր դրա մասին զրուցում ենք, մենք ունենք ռազդային ջեք, հին իր հզորություններով, որ ամենաթանկ էլեկտրաէներգիան արտադրում, այսօրվա սակագներով դա 45 մոտարապես դրամ է, բայց մենք 2005 թվականից մինչև 2010-12 թվականները նոր հզորություններ ենք մտցրել, դա կառավարության իրականացրած ծրագրերն է, ինչի արդյունքում մենք ուրեմն ունենք լրացուցիչ նոր հզորություններ 260 մեգավատ Երևանի ջեկում, որը ունի նախադեպ մեր տարածաշրջանում ամենաարդյունավետ էլեկտրակայանն է, ունենք 440 մեգավատ հզորություն Ռազդանի 5-րդ բլոկում, որը կառուցվել է Գազպրոմի միջոցով այդ ամբողջը իր մեջ ներառում է մոտավորապես $700 միլիոն ծախս դրա արդյունքում մենք ունենք այսօր հնարավորություն ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրել քան արտադրել ռազդային ջեկի էլեկտրակայանը եթե համեմատություն անենք այսօրվա սակագներով դա մոտավորապես կլինի այսպես Երևանի ջեկը այսօր հաստատված սակագնով արտադրում է 27.6 դրամով էլեկտրաէներգիան Ռազդային ջեկի էլեկտրաէներգիան 45 դրամ է, տարբերությունը ակնհայտ է։ Նույն բանը 5-րդ բլոկն է։ Ռազդանի 5-րդ բլոկը սակագինը հաստատված է 35 դրամ, համեմատությունը 45 դրամի հետ, նույն ասում են դրա մասին, որ ժամանակին եթե մենք չանենք այս ամբողջ ծրագիրը, այսինքն ավելի կթանկանա։ Շնորհակալություն կառավարությանը, որ Բացի դրանից, որ ավելի թանկ չի, բացի դրանից, եւ կուսակցությանը հուշում են ինձ կողքից։ Բացի դրանից, լուրջ ծրագրեր է իրականացվել, դուք գիտեք, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքում մենք կարողացել ենք ունենալ հնարավորություն մեղմել ճնշումները էլեկտրաէներգիայի սակագների վրա իրականացնելով այդ ծրագիրը։ Դուք որ ասում եք, ես շատ ուրախանում եմ, որ մեր կառավարությունը լավ աշխատում, բայց վստահ եմ, որ հիմա յուրաքանչյուր քաղաքացու մոտ, ով մանավանդ Հայաստանից դուրս է գալիս, մեծ հարց է ծագելու։ Ոնց է ստացվում տենց, որ մենք ունենք ատոմակայան, ունենք նաև կառավարություն, որը այսքան 700 մեր աղքատես պայմաններում 700 միլիոն ներդրում արել, ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլեկտրաէներգիայի գինը մեզ մոտ է ստացվում։ Այս ինչի պետք է վրացիների բախտ էլի բերի։ Ինչի պետք է վրացիները մեզանից էժան վճարեն չունենալով ատոմակայան։
Դե չգիտեմ, պարոն Կիրակոսյանը պատասխանի թե չէ, բայց ես համանուն չեմ տեսել։ Համի չէ, քովերն եմ այդպես ասում։ Վրաստանում մեզնից էժան չի։ Վրաստանում հիդրոէներգետիկան շատ մեծ Ապա հետ տարածքում ո՞ր երկիրն է մեզանից թանկ վճարում։ Մի հատ ասեք, որ երկիր նկատ ունեք, ասեմ։ Որ դուք ցանկացած Չէ, դուք ասեք, որպեսզի ես Ուզբեկստանը, Ղազախստանը։ Նրանք իրաց էներգառեսուրսներն ունեն։ Մենք էլ ատոմական ունենք, որ ոչ մեկ Մի րոպե, Ուզբեկստանը ինչ ատոմական էներգառեսուրս ունի։ Ոչ գազ ունի, ոչ նավթ ունի։ ունեն, լավ։ Ու ինչ ունի։ Ունեն ու այդ ենց է ասում, երևի այն թվերն էլ ատենց գրած։ Չէ, ինչի Ուզբեկստան գազ չունի։ Ուզբեկստանը գազ ունի, ոչ չունի։ Գազ չեք ծաղում, Ուզբեկստանը գազ ունի։ Սեփական գազ։ Սեփական գազ ունի։ Նույն Ուկրաինան չունի գազ։ Ուկրաինա։ Այո, սեփական գա։ սեփական գազ։ Լուրջ եք ասում։ Քիչ տոկոսով ունի։ Ես գնամ երևի ինչ որ բաներ կարդամ, որը չգիտեմ։ Այո, կարդացեք, անպայման կարդացեք, ասեմ ձեզ։ Ուկրաինան որտեղ ունի, մի հատ Սեփական գազ ունի։ Որտեղ սեփական, հա, երևի գրպանները դրած են։ Մենակ գազը չի։ Ուկրաինան որտեղ գազ ունի, ժողովուրդ։ Մեր Ուկրաինայում ունի քիչ քանակով ունի։ Մենք էլ ունենք։ Մենք էլ ունենք։ Մենք էլ սեփական մեր գազ ունենք, քեզ ես տան։ Թույլ կտակ ասեմ։ Դու եթե ասելու ես ասում եմ, մենք էլ ունենք։ Իրոք հիմա հրություն։ Հիմա քաղաքացին յոք կարծում ասում լավ, այսքան որ sense լավ եք աշխատում։ Ինչա՞ մեր մոտ ամենաթանկը։ Մի րոպե։ Պարոն Ղազարյան, մի րոպե հարցադրումը մի քիչ ճշտենք։ Ճշտեք։ Այսքան որ լավ եք աշխատում, ոչ մեկը չի ասում եւ դրա կարիքը չկա որ ասի։ Ինչի՞ պետք է մենք ունենանք ատոմական, ունենանք ամենաթանկ գազը, ունենանք ամենաթանկ էլեկտրաէներգիան, ինչու՞։ Տեսնում եք, որ նորից հարցի մոտենում ենք համեմատության կարգով, էլի ինչ որ մեկ։ Բերեք ուրիշ ձևի մոտենանք։ Մենք ունենք համակարգ, որը իր ծախսերն ունի։ Բոլորը ունեն համակարգ, բոլորը ունեն ծախսեր։ Ինչա՞ մեր ամենաթանկը, Տեսեք, պարոն։ ցանկացած համակարգի կառուցվածքը պետք է նայել արտադրության։ Արտադրության ամենավատն է։ Որտեղ ամենաթանկն է։ Որովհետև այն երկրները, որոնց հետ այդ թանկի էժանի համատությունն անում եք, հիմնականում ունեն սեփական էներգառեսուրսներ, որով եւ կան երկրներ, որոնք նույնիսկ եթե ունեն սուբսիդիա են անում, սուբսիդիայի քաղաքականություն են անում, դա էլ կա, բնակչության ասենք էժան են տալիս եւ այլն։ Բայց նույն Ուկրաինան, որը այսքան ժամանակ էժան էր տալիս, երևի թե ուշադիր լսում եք նաեւ, չէ, որ արդեն հիմա արդեն հարցը դրել եւ բարձր տեմպերով արագ կոմունիկացիաները մեզանից թանկ ծառայությունը մեկին մեկ մեզանից թանկ կլինի, այո։ Արդյոք գնացել։ Այսինքն իսկ մենք գնացել ենք ճիշտ ճանապարհով։ Պատասխանը կետոնը պարոնացել։ Պարոնյանը պատասխանը հետո դու խնդրեմ, պարոնյան։ Ես մի բան էլ։ Ո՞նց է ստացվում, որ մեզ մոտ ամենաթանկն է։ Բացատրեմ։ Մենք պետք է հիշենք, ինչ ենք ժառանգել։ Մենք Ատոմական ենք ժառանգել։ մի րոպե, ասենք, այո, դայել ենք ժառանգել, ցանցնել ենք ժառանգել, ամեն ինչը։ Եվ մենք այդ ժամանակ ապա ողջ տարածքը սովետից է։ Հա, ու բացատրեմ, մենք ժամանակին 12 միլիարդ էլեկտրաէներգիա ենք արտադրում, ամբողջ այս էներգա համակարգով։ Դա կնշանակի, որ մենք ամբողջ այդ ծախսերը բաժանում ենք 12 միլիարդին վրա, որ կարողանանք հաշվենք նույն սակագինը, չէ։ Հիմա պատկերացրեք, մենք արտադրում ենք մոտավորապես 7-8 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Բայց էլի փակում ենք 12 միլիարդի ծախսեր։ Նույն հզորություններն է, նույն համակարգն է։ Ես ուզում եմ շարունակել դրա համար ասում։ Եթե մենք շարունակում ենք այն քաղաքականությունը, որ ես ներկայացնում եմ, կառավարությունը, որ իրականացնում է, մենք կառուցում ենք այսօր երրորդ գիծը Իրան-Հայաստան, մենք կառուցում ենք Հայաստան-Վրաստան էլեկտրական գիծը, որը մենք 2018 թվականին մենք ունենանք դա արդեն հանձնված շահագործման մեջ, մենք ստանում ենք հնարավորություն 5-րդ բլոկը, որ այսօր արտադրում է 1 միլիարդ կիլովատ-ժամ, ամբողջ Իրան նույն ձևի ծախսերով 1 միլիարդ է արտադրում, որից 500 միլիոնը ներքին շուկայի համար է արտադրում, 500 միլիոնը Իրանը արտահանում։ Մենք ունենանք հնարավորություն մոտավորապես արտադրել նույն 5-րդ բլոկում 2 միլիարդ կիլովատ-ժամ, մենք ունենանք հնարավորություն ամբողջ Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան փոխանցենք էլեկտրաէներգիան, դառնանք տրանզիտ երկիր, ու ավելացնել մեր եկամուտները, որը պատկերացրեք, որ մենք երրորդ գիծը կառուցելով ստանում ենք հնարավորություն 1 միլիարդ 350 մեգավատ կիլովատ-ժամ տեղափոխել Պարսկաստան։ Նույնը 350 մեգավատ կարողանում ենք ունենալ Վրաստանի հետ։ То есть մենք ներողություն էլի, շատ ներողություն, ես ուզում եմ բանամ, բայց կարող է հանկարծ Բիբինը Յակունինը նման ասի, որ դա տուպիկ է տանում ու չթողի այդ գազը տանը։ Չէ, բացառվում է առաջին։ Որտեվ Յակունինը ասեց, որ բանը երկաթուղին տուպիկ է տանում դեպի Իրան։ Բայց ի տարբերություն երկաթգծի մենք ունենք երկու գիծ,
Պարսկաստանի հետ, մենք ունենք մի գիծ Վրաստանի հետ, որոնք գործում են, մենք ասում ենք երրորդ գծի մասին։ Պարսկաստան ու ուժեղացնելու գիծը թողեն թե չէ։ մենք իրականացնում ենք դա։ Բարի, պարոն Մինասյան, օբյեկտիվ է թանկացումը, հիմնավորված է թանկացումը եւ հնարավոր է խուսափել թանկացումից, թե չէ։ Պարոնայք հիմնավորություն, որ հələ մի բան էլ կառավարության ճիշտ աշխատանքի շնորհիվ ավելի չի թանկացել։ Ասեմ, որ երկու հարգարժան գործընկերները իսկապես մեծ ավանդ ունեն մեր երկրի պետական կառավարման գործում, այդ տեսակետից այն ինչ որ քննարկում է, այստեղ գնում խնդրում եմ անձնավորված չընդունեք։ Օբյեկտիվ չի կարող լինել մի բան, որը բացատրելի եւ ընկալելի չէ։ Բացատրեց։ Չէ, հիմա ասեմ։ Ես մի քանի պատճառ ասեմ։ Առաջինը օբյեկտիվ չէ, որովհետև ոչ հանձնաժողովը, ոչ կառավարությունը չեն պատկերացնում իրական հոսքերին, իրական վիճակին, թե հեծում, թե արտադրող կայաններում։ Շատ պարզ պատճառը, որովհետև ոչ կառավարությունը, ոչ հանձնաժողովը չունեն անմիջականորեն ստուգման հնարավորություն, այսինքն այն թվերը ինչ ներկայացնում են իրենք փաստաթղթային ուսումնասիրության արդյունքներով են որոշում հիմնավոր է, թե հիմնավոր չէ։ Այսինքն իրենք չունեն այնպիսի մի օբյեկտիվ տեղեկատվություն։ Այսինքն Բիբինը ինչ ուզի կգրի մոտավորապես թե։ Բիբինը կարող է ինչ ուզել գրի եւ այդպես էլ կա, դու Բիբինը անունը այդ հարաբերական է, էլի, որովհետեւ հեծի անկախ նրանց ով է տնօրենը, կարևոր չի։ Բայց փաստաթղթային ուսումնասիրությունը տեղի ունենում։ Ես որքանով տեղյակ եմ, հանձնաժողովը ստուգման իրավասություն, այսինքն տեղում բարձելու այս ներդրումների մասն ենք, չէ՞, քիչ առաջ խոսում։ Այս ներդրումները կատարվել են, ինչքանով է իրականում ներմուծվել, ինչ արժեք է սա եղել, չունեն այդ իրավասությունը, ոչ էլ կառավարությունը ունի։ Ես հիմա ավարտեմ, երկրորդ պատճառը, այսինքն այս տեսակետից անկախ տեղեկատվական աղբյուր չունի, ավելին օրենքում ամրագրված դրույթի համաձայն հեծը ցանկացած տեղեկատվություն կարող է հիմնավորել որպես գաղտնի եւ չտա հանձնաժողովին, օրենքն է Ո՞վ է այդ օրենքը ընդունել։ Ազգային ժողովը, հիմա ես հերթով գալիս եմ, երկրորդ պատճառը կարգավորման են համակարգը, որը դրված է մեր երկրում, չի կարող ապահովել օբյեկտիվ հիմնավորում։ Ինչու՞։ Հեծը մի կողմից գնորդ է էլեկտրաէներգիայի, մյուս կողմից վաճառողն է էլեկտրաէներգիայի։ Մեր կարգավորման համակարգում թեև կա օպերատոր հասկացություն, բայց իրականում այդ ապրանքի նկատմամբ միակ գնորդը հեծն է եւ միակ վաճառողն է հեծը։ Տնտեսագիտության մեջ առաջինը կոչվում է մոնոպսոնիա, այսինքն միակ գնորդ, երկրորդը մոնոպոլիա։ Երկուսի դեպքում էլ նույն կազմակերպությունն է եւ ինքը կարող է ցանկացած ինֆորմացիա, ցանկացած խաղ թելադրել։ Այս թելադրանքի մեջ, եթե ուժեղ պետական կարգավորում դու չունես, որ կարողանաս ինքդ ազդես, հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնես, այլ ոչ թե արձագանքման, սակագնի արձագանքման քաղաքականություն չի կարող օբյեկտիվ լինել որևէ առաջարկ, որ այստեղ կա։ Եվ վերջապես երրորդ հիմնավոր պատճառը մեր օրենսդրությունը այսօր սարսափելի վիճակում է, այդ թվում նաև այն բոլոր կապակցման մասով, ինչի մասին խոսեց պարոն Կիրակոսյանը, դոլար դրամ, չգիտեմ, սակավաջրություն եւ այլն։ Իրականության մեջ դոլար դրամ հարաբերությունը չպետք է ազդեր մեր երկրում որևէ սակագնի որոշման վրա։ Շատ բարձ, որովհետեւ դրան եմ գալիս, այս կարգավորման համակարգն այնպեսի համակարգ է դրված, որ բոլորը ժողովրդով հանդերձ կատվածար են ելնում դոլար դրամ հարաբերությունից։ Ինչ կապ ունի քո երկրում ստեղծված ապրանքի դիմաց դու վճարում ես դրամով, ստանում ես աշխատավարձ դրամով ու հանկարծ կատվածի մեջ ենք հայտնում, երբ որ ամերիկյան ֆեդերալ ռեզերվային բանկը ես հիմա ավարտեմ խոսքս, ես նորից եմ գալիս եմ բանի, որ կարգավորման ամբողջ համակարգը ճիշտ չէ։ Հիմա գամ կոնկրետ հանձնաժողովի ֆունկցիային, հա։ Հանձնաժողովն ինչ պետք է անի, ստանալով սակագինը, նա պետք է ծառայություն մատուցողի եւ սպառողի շահերը համադրի իրար հետ։ Եթե ծառայություն մատուցողի շահը ինքը այսօր կարողանում է ուսումնասիրել քիչ թե շատ ընդունելի հասույթ կամ նորմալ շահույթ կամ ընդունելի ծախս հասկացությունների ներքո եւ գալիս հանգում է ինչ-որ մի թվի, սպառողների տեսակետից ոչ մի ուսումնասիրություն չի արվում։ Սպառողի տեսակետից ինքը կարող է պետք է առնվազն ուսումնասիրել, թե որն է այն մակարդակը գնի, որը անհրաժեշտ է, որ սպառողները մի կողմից չունենան լուրջ կորուստ կենսամակարդակի, երկրորդ տնտեսությունը չհայտնվի ճգնաժամային վիճակում։ Այսինքն այն հատման կետը որն է, ընդունելի գինը որն է, որ կարողանես երկու գներ իրար համադրի եւ ասի հարգելի Վաշխրից ցանց,
Բայց դա արել են Պարմինասյան 17-ից իջացրել են 7-ի Չէ, չի արվել 10% սպառողների Ես հիմա կարող եմ ուղիղ հարց տալ 7%-ը հետել Չէ, ես այդ դեպքում կարող եմ հիմա ուղիղ հարց տալ պարոն Կիրակոսյանի որն է սպառողների համար ընդունելի կամ մաքսիմալ գինը որը որ չի ապահովի, չի նվազեցնի կտրուկ կենսամակարդակը, մյուս կողմից տնտեսությանը չի տանի անմրցունակության այնպիսի վիճակում, որ հետագայում քո իսկ կողմից մատուցված ծառայությունը արդեն որևէ մեկին պետք չլինի։ Որն է գինը։ Ուսումնասիրություն չկա եւ չի կարող լինել։ Դրա համար օրենսդրական Պարոն Կիրակոսյանը պատասխանում։ Այնքան շատ էին հարցերը, եթե դու կողմից հետո վերջինից սկսենք, որն է։ Ես շատ շնորհակալ եմ, որ մեզ կառավարությունից բարձր իրավասությունները ողջեցիք։ Հանձնաժողովը մասնագիտական կառույց է, որը կոնկրետ ծառայությունների գին է հաշվում, կոնկրետ ծառայությունների։ Ես ասում եմ, որ դուք իրավասություն եք։ Ես շնորհակալություն եմ հայտնում այդքան շատ իրավասություններ տալու համար, եւ հանձնաժողովը երբեք չի կարողանա նման իրավասություն ունենալ եւ հաշվարկել, որն է ընկալելի եւ Չունի մենք նման լիազորություն չենք կարող ունենալ։ Իրանց արժեք դրված է խնդիրը հավասարակշռման, բայց իրավասություն տրված չի։ Չպիտի էլ տա։ Բայց մարդիկ ինչ անեն։ Այդ դեպքում ո՞նց է Դե իմը ես կարող ենք մի քիչ եկան թույլ կտակ, բանավիճ ենք մի փոքր։ Հա, տնտեսությունից խոսենք մի փոքր։ Ամեն ծառայություն իր ագինը, երբ որ ասում ենք ունի, կա տնտեսության օղակներ, որոնք մենք մշտական սիգնալներ ենք տալիս մեր կանխատեսումների մասին, սահմանը մինչև սահմանելը սակագինը, եթե դուք կարծում եք, որ մենք նստում ենք, մենք փակվում ենք մի սենյակում եւ ինչ որ դատողություններ ենք անում, ոչ, քննարկում ենք եւ կառավարության հետ, եւ կառավարության օղակների բոլորի հետ քննարկում ենք։ Կառավարության քննարկում եք ինչի համար։ Մի րոպե, ես էկոնոմիկայի նախարարություններ նկատի ունեմ, էներգետիկայի նախարարություններ։ Պարզ իմ հարցը շատ պարզ է։ Ես պարզ պատասխան եմ թողել։ Շուկայական կանոնի մասն եք ասում, կա առաջարկ պահանջարկ։ Առաջարկն ունեք, պահանջարկը ուսումնասիրում եք։ Մի րոպե, մենք մեր վրա նման իրավասություն չկա։ Ես ասում եմ, մենք սիգնալները մենք ասում ենք չպիտի էլ լինի, որովհետև դուք ուզում եք կառավարության մեջ կառավարություն ստեղծել, կա էկոնոմիկայի նախարարություն, Այսինքն կառավարությունը պետք է ուսումնասիրի։ Բա իհարկե կա մարմիններ կան, որոնք կառավարությունը պետք է ուսումնասիրի, ձեզ ասի ներողություն, ձեզ ասի, որ 30 դրամից չի կարող ավելի լինել։ Դուք ինչ եք ասել։ Կառավարությունը նման բան օրենքով, ձեր իսկ ընդունած օրենքով նման բան անդրադառնանք, որ օրենքը իրավասություն չունի։ Կառավարությունը մեզ ասելու է, ինչ արժեք է ստացում ծառայությունը։ Ինքը պետք է մտածի կառավարությունը իր մեխանիզմներով ոնց կարող է կոմպենսացնել կամ բնակչության մասով կամ փոքր բիզնեսի, մեծ բիզնեսի եւ այլն։ Մոտեցում չի։ Լրիվ ճիշտ մոտեցում ամեն օղակ իր տեղափոխում է կառավարության վրա, որի բյուջեն էլի ժողովրդի փողն է։ Դուք ասում եք ժողովուրդ, այս մի գրբանց հանի այն մյուսը դու ոչ։ Իսկ դեր ասածը ի՞նչ է նշանակում։ Շատ բարձ բան է նշանակում։ Դե հիմա բացատրեմ ինչ է նշանակում։ Նշանակում է էլի հենց մի տեղից մյուս տեղ տեղափոխել։ Դա նշանակում է մենք սահմանենք մի սակագին, որը շատ մատչելի է բնակչությանը, համակարգը չի կարող այդ բեռը այդ սակագնով Ո՞վ է, դուք ունեք համակարգի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն։ Այո, թույլ կտակ հիմա էլ անցնենք, հիշեցրիք։ Այո։ Դուք ես դες շատ եմ հարգում, բայց մի քանի իմ կարծիքով վրիպակներ դուք տվեցիք։ Մեր օրենքը վերջերս փոխվել է։ Մեզ տրված է մոնիտորինգի իրավունք։ Մոնիտորինգը ստուգում չի։ Մի րոպե։ Ախր դուք ասում եք այն ինչ ես եկեղեցուց եմ գալիս, չէ՞։ Բայց ես էլ նես ուրիշ տեղից չեք գալիս։ Դե հիմա թողեք ես ասեմ, էլի։ Հիմա մենք ենք հաշվում, դուք ասում եք չունեք։ Մոնիտորինգ ինչ է։ Դե հիմա սպասեք ասեմ։ Չէ, բացատրեք մեզ։ Բացատրեմ, մշտադիտարկում հայերեն։ Մի րոպե, այսօր մեր մասնագետները գտնվում են։ Ասում եմ ձեզ Հայաստանի էլեկտրական անկախ նրանից որ սակագինը արդեն սահմանել է, որտեղ այդ գործընթացը մի րոպեի, մի օրվա, մի տարվա գործ չի։ Երևանի ջեկում գտնվում են Հայաստան էլեկտրացածը Երևանի ջեկասեցի եւ ատոմակայանում եւ ստուգումներ են անցկացնում իրանց փաստաթղթով ներկայացված ծախսերի տեղում նույնիսկ գնում են այն օբյեկտները որոնք ներդրումներով կառուցված են ստուգում են այլ հարցը քանակը բավարար է այդքան ամբողջ մասշտաբը կարողանում ենք ավելի արագ անել թե դանդաղ անել դա ուրիշ խնդիր է բայց այդ բոլոր իրավասություններն ունենք եւ մենք անում ենք մենք ոչ մի դեպքում էլ գնում են տեղում օրենքում նման բան չկա մոնիտորինգ իրավասությունը չի նշանակում ստուգում 1 երկրորդ ստուգում ինչ եք նկատի ունենում բերեք մի հատ հասկանանք մեր ֆունկցիան դուք տանում եք հարկային տակ դուք ստուգումների մասն օրենքով լիազորություն ունեք մտեք օբյեկտ եւ համադրեք փաստացի դուք օրենքը ուշադիր նայել եք մեր լիցենզիաները նայել եք մեկ իրավասությունը մենք լիքը իրավասություններ ունենք մտնել սուբյեկտների մոտ մեր իրանց ներկայացած ծախսերի վերաբերյալ ամեն հիմա դուք ուզում եք ասեք ներողություն հիմա դուք պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա որ հեցի ներկայացրած բոլոր տեղեկությունները որոնք դուք համարել եք արժանահավատ ճիշտ են այո այդ դեպքում ներողություն
բայց այդ դեպքում դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ինչու՞։ Որովհետև ինքներդ եւ էներգետիկայի նախարարն հայտարարում են, որ հանցագործություն է կատարվել, գողություն է կատարվել եւ դուք դա համարում եք մի րոպե բարձենք էլի ասելով չի։ Ասելով չի, էներգետիկայի նախարարը մի բան ասել է։ Այսինքն ո՞նց է։ Մի րոպե ասելով չի, վերեք հարցերը երկու մասի բաժան։ Դուք ում նկատի ունեք, որ ասելով չի։ Ինչը։ Էներգետիկայի նախարարին թե ոչ մեկի ինքը ցիտում է էներգետիկայի նախարարին։ Ես չգիտեմ ում էր ցիտում։ Եվ ոչ միայն պարոն Նազարյանն էլ էր ասում։ Մի րոպե հասկանանք էլի։ Մենք հասկանանք ինչից են խոսում։ Ես խոսում եմ, որ այն ծախսերը, որոնք մենք ընդունել ենք, Այո։ դրանք հավաստի են, հիմնավորված են, այդ եմ ասում։ Այսօրվա դրությամբ, եթե դուք ուշադրություն եք դարձրել Հայաստանի էլեկտրական ցանցերի նախորդ տարվա ծախսերից 300 միլիոն էլ պակաս են գտել։ Իմիջիալոց ասեմ հանրությունը որովհետև հաշվարկել են կան ծախսեր, օրինակ ասեմ, ծախսեր կան, որ չեն գտնում։ Ինչու եք անցյալ տարին։ Օրինակ ասեմ, Դրա համար է պատասխան դե հիմա թողեք ասեմ։ Մենք եք պատասխան տալու եւ ընդունել ենք հիմնավորված ասեմ։ Օրինակ ասեմ, 200 կամ լավ չեմ հիշում թիվը ներող կլինի, կարող մի փոքր սխալ ասեմ, ասել գործուղման ծախսերը անցած տարի ավելի շատ էին, քան այս տարի։ Մարդիկ ֆիքսվել էին, ասում են, հա, աղմուկ բարձրացրել ենք, իջացրի։ Իսկ մենք մասնագիտական վերլուծություն ենք արել, գործուղման ծախսերը կրճատվել են, որովհետև ընկերությունը ստեղծել է լաբորատորիա, որտեղ բոլորին հավաքում է ռեգիոնալ կենտրոններ են ստեղծել, այլ մարդիկ գործողում չեն գալիս բոլորը Երևան, այնտեղ են ուսուցումնասում մանճորները, ոնց է հայերեն, մանճորները պետք է պատրաստություն անպայման հասնեն, որովհետև կարողանան սյուների վրա բարձրանալ եւ այլն, այդ դրա հետ կապված ծախսերը կրճատվել է, օրինակ, ասենք։ Հիմա ենթադրում եք ինչի է կրճատվել, 1000 էձևի հոդվածներ կա, բաներ կա, որոնց հիման վրա մենք կրճատել ենք ինչ-որ բաներ։ Դուք չեք կարող երաշխավորել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից իրականացված գնումներում ինչ որ ապրանք որ գնվել է, ինքը համապատասխանում է այդ պահին շուկայական գնին։ Դուք չեք կարող ես որպես ազգային ժողովի падգամավոր հարգված հարց տամ։ Ընդունվել է գնումների մասին օրենքը։ Եթե որևիցե կազմակերպություն այսօր ֆիքսվել է Հայաստան էլեկտրացանց, Հայաստան էլեկտրական ցանց, ցանկացած կազմակերպություն վերցրեք, որը օրենքի տառը պահելով հետևելով դրան մրցույթ անցկացնում եւ այդ մրցույթով գինը այդպեսին է ձևավորվում։ Ինչ արեն այս մարդիկ։ Ինչի դուք նայեք, եթե դա ճիշտ չի կարգը, ինչ ազգային ժողովին թվաց օրենքով Հիմա ես դրան եմ գալիս։ Հա, բայց ինչի, եթե գտնում եք սխալը, փոխեք։ Դրան եմ ուզում դա։ Ինչ եք ուզում ասեք։ Շատ բարձ բան եմ ասում, դուք ստանձնում եք ձեր վրա հիմա մի պատասխանատվություն, որ իրական տերը չեք։ Դուք ասում եք, մենք այո երաշխավորում ենք, որ այդ բոլոր գնումները իրականացվել են ճիշտ շուկայական կանոնների։ Մենք այդ ձևի չենք ասում, դուք հիմա թե մի լսեք ինչ եմ ասում, ուշադրեք։ Ես ասում եմ դուք չեք կարող, որովհետև կարգավորման համակարգը, կարգավորման համակարգը ներողություն ավարտեմ իսկ։ Կարգավորման այսօրվա համակարգը ձեզ է, կառավարությանն էլ թիրախավորել է։ Երկուստ է, դիվիճակի չեք այս կարգավորման համակարգում զսպել ցանկացած ժամանակ ներկայացվող սակագին։ Միշտեր դուք երկուստ էլ պետք է կարողանայիք։ Ի սկզբանե խաղը թելադրողը դուք լինեիք։ Իմ ասածը սա է։ Հետևաբար օրենքը պետք է լինի խաղը թելադրողը։ Բարի եղեք, հենց այդի օրենքը ունեք, որ գնումները, շեղումներ չտան։ Հիմա եկել եք ստեղ փոխանակ ձեզ մեղադրեք, որ այնպեսի օրենք եք ընդունում, որի հիման վրա բարձր գներով գնումներ են անում, ինձ դաս եք տալիս թե այս ձևի գնումներն ան։ Ես գալիս եմ։ Իշխող ֆրակցիայի վրա գցեք, պարոն։ Բերեք շոուն դատարանից Պարոն Մինասյանի արդյունքն Ես ասա ավարտեմ միտքս։ Շոուն դատարանից շատ բարձ պատճառով, որտեղ իմ առաջարկը վերջերական փոփոխությունն է։ Օրենսդրական փոփոխություն։ Որին դուք եւ պարոն Նազարյանը սերոսաբար հələ որ դիմադրում եք։ Մենք չեք տեսել ձեր փոփոխությունը, ոնց կդիմադրենք։ Հեսա շուտով կտեսնեք։ Հա, բայց չտեսած ոնց եք դիմադրում։ Շուտով կտեսնեք։ Առաջին հերթին ամենակարևոր բանը համակարգը քանի անկախ աուդիտի չի ենթարկվել, համակարգը չի կարող փոփոխության ենթարկվել։ Այս համակարգը անընդհատ ծնելու է բարձր սակագին։ 1. Երկրորդ, ձեր լիազորությունները որպես անկախ մարմին, դուք անկախ չեք։ Ումից եք անկախ։ Ումից եք անկախ։ Երկրորդ հարց տամ էլի, եթե կարելի է։ Տեսեք ոնց է։ Մենք ափսոս շոուի ֆորմատը չի թույլ տալիս ավելի խորանալ։ Ես դրա համար եմ ասում։ Ցանկացած սակագին կարող է հարցը հետո ինչ անելու, գիտեմ։ Ցանկացած սակագին պատահական չի ձևավորվում եւ այսօր ազգային ժողովում են գտնվում երկու նախագիծ, չգիտեմ, քննարկել եք թե չէ, օրինակ վարկային ծրագրի էներգետիկայի մասին։ Ազգաժողովում էլ բարձրացել եմ հարց։ Այս համաձայնագիրը հիմա տեսեք ոնց է։ Վաղը մյուս օրը մյուս տարի, երբ որ մեր հանձնաժողովը կգա, դե հասկանում եմ, որ մենք ծայրակետայինն ենք, միշտ պիտի մեր վրա լինի, ես ընդունում եմ այդ։ Խաչի բան։ Խաչ չի։ Այստեղ արդեն խաչ չի, Հիմա
Մյուս տարի գալու ենք ասենք, պարոն Հայկ, հիմնավորում ենք նորից ենթադրենք սակագների բարձրացումը։ Համար 1 կետ ազգային ժողովը 15 թվականին ընդունեց, որը հաստատեց այս վարկային ծրագիր, որը ժամկետ ունի պիտի հետ վերադարձվի, վարկը պայմաններ ունի, չէ՞, ու հանկարծ կարող է դրա վերադարձել։ Այսինքն տոկոսները մենք ենք փակելու։ Բա չէ, ես եմ փակելու, ես էլ եմ դեր հետ։ Իհարկե, բա մենք ենք փակելու։ Ոչ միայն տոկոսներն եք փակելու, այլ գումարներն եք փակելու։ Հիմա երբ որ սկսվի սակագինը 5 տարի հետո, ենթադրենք արտոնյալ պերիոդ ունի, չէ՞, 5 տարի հետո գալու ենք սակագին բարձրացնելուց, հիշենք 15 թվականի վարկային ծրագիրը, ազգային ժողովը Արծվիկ Մինասյանին, պարոն շատ հարգարժան, որ հաստատել են այս ինչը, բայց ես չեմ ասում պետք չեն այդ վարկային ծրագրերը։ Դրանք պետք են համակարգի առողջացման համար։ Մենք ընկել ենք ձեր ձեռքը կրակը։ Մեր ձերը Ստեղ կանգնացնում են։ Մենք քագում ենք։ Պարոն, եթե կարելի է երկու հարց, որ հենց մեկը սկզբից եկանք, որ դուք ասեցիք պատասխանեցիք 11.2%-ի հետ կապված կորուստների, բայց չասեցիք, որ ես ասեցի դոլարը այս տարի է միայն թանկացել, բայց գինը թանկացավ եւ 13-ին եւ 14-ին։ Եվ եթե ընդհանուր նայենք 13 թվականին, եթե չեմ շոթում 25 էր, չէ, 25-ից դարավ 32, հետո 32-ից 42, հիմա 49։ Այսինքն 100%-ով երկու տարվա մեջ 100%-ով գրեթե թանկացել է։ Համաձայն եք թե չէ։ Ես հիմա արիթմետիկա եմ։ Որտեղից հաշվենք տոկոս ասեմ, եթե 25 թվից, 25-ից հաշվենք 100։ Երկու տարվա մեջ 13 թվականին մինչև հունիս։ Կրկնապատվել է, համաձայն 100%։ Ինչն է 100%։ Դոլարն է 100% թանկացել, թե ինչն է 100% թանկացել, որ դուք այդ 100%-ը հիմք եք ընդունում։ Դե հիմա լսեք, ասեմ ինչն է, դրա համար սակագինը պետք է հասկանալ, թե ինչից է բաղկացել։ Ուրեմն, նույն ձևով կամ վարկային ծրագրեր, որոնք շատ վաղուց ազգային ժողովով անցել են, համաձայնություն են տվել, համակարգի զարգացման։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ազգային ժողովն, որտեղ այդ նույն ազգային ժողովն է իրանց թողել պաշտոնները։ Չէ, ես ինքս չի որ ազգային ժողովի այս ազգային ժողովի մեծամասնության կառավարությունն է, այս ազգային ժողովի մեծամասնության հանձնաժողովը։ Այո, մեծամասնության հանձնաժողովը։ Հիմա ես ոչ մի մեղադրանք չեմ ասում։ Դրանք բոլոր ներդրումները, որոնք արվել են, արդյունավետ են ու պետք էին, որովհետև համակարգի առողջ բանը զարգացել, նորացվել է, այն որ ասում եք եւ այլն եւ այլն։ Բայց այդ ամեն ինչը եղել են ժամանակներ, դե հիմա մի րոպե կարևոր հարց տվեցիք էլի, որսեմ պատասխանել, եթե կուզեք իմանալ։ Հիմա այդ կան վարկային ծրագրեր, որոնք 5-10 տարի ոչ մի էական ազդեցություն չեն ունեցել, որովհետև իրաց մարման ժամկետը դեռ չերեք է։ Հիմա եկել է մարման ժամկետ։ Կամած գալիս է, բավոն մարկը մի մասին եկել է, մի մասին է չի եկել։ Դուք ինչ եք ուզում ասեք, ասեք էլի է թանկանալու եկող տարի։ Իհարկե թանկանալու։ Ես չեմ կարող միանգամից ասել էլի է թանկանալու թե չէ, ես կարող եմ գործոնային ասեմ, որ Բայց ես տենում շանտաժ են անում, որ եթե 10 չլի բանը առնելու, հարց Ես պարոն Մինասյանի հարցին եմ ուզում պատասխանել, ինքը ճիշտ հարցադրում բարձրացրել է։ Ինչ հնարավորություններ, ինչ իրավասություններ ունի էներգետիկայի նախարարությունը սակագների ճշտման, ստուգման ու մնացած բոլոր գործողությունների վերաբերյալ։ Մենք ունենք մեր իրավասությունները մեր շրջանակներում։ Ես նկատի ունեմ պետական ընկերությունների սակագների ձևավորման մեջ։ Դա ատոմակայանն է, դա Երևանի ջեկն է, դա բարձրավորիչն է։ Ու ուզում եմ ասեմ, որ բոլորն իմանան, դա հնչեցվել է լուսումների ժամանակ ու պարոն Կիրակոսյան ասեց սայթում դրած է կարող ենք դա նայենք, մենք արդյունքում ունենք իջեցրած սակագներ նախորդ հաստատված սակագների հետ համեմատը ատոմակայանի սակագինը իջել է 1.3 դրամով, Երևանի ջեկինը իջել է 1.03 դրամով, բարձրավորիչի սակագինը իջել է 0.5 դրամով։ Ուզում եմ ասեմ պետական մասը, այնտեղ որտեղ մենք ունենք լիազորություն, այնտեղ որտեղ մենք մանրամասն ենք նայե ու ի տարբերություն անցած տարիների իրոք շատ լուրջ ենք նայե ու ունեցել ենք հնարավորություն իջեցնել։ Պարոն Հուսյան, ես ուզում եմ մի հարց տալ։ Ձեր կարծիքով, ձեր անձամբ որպես մասնագետ, որ երկար տարիներ այդ հիմնարկում կա կոռուպցիա, գողություն, ուսած նայում եք փաստերը, կարդում եք հեծերում։ Կա այդպիսի բան, թե ոչ։ Դուք ինձ հարցնում եք որպես ես բացի նրանից որ մասնագետ եմ, ես նաև քաղաքացի եմ։ Ես ապրում եմ հանրության հետ ու ես բոլոր այդ խոսակցությունները գիտեմ հոսանքի գողության մասին,
բայց ոչ մի փաստ էներգետիկայի նախարարություն չկա, դա ուզում է նաև պարոն Զախարյանը այդ հարցին նույնիսկ պատասխանել է։ Ես գիտեմ դա ինքը ասել է փաստեր չկան, ով ունի այդ փաստերը, կա տպավորություն, ով փաստեր ունի, այ ունեմ տպավորություն, բայց փաստերը պետք է ներկայացնել համապատասխան տպավորությունն եք թե չէ։ Այդ հետերում կա կոռուպցիա, գողություն, այսպես Lexus-ը խարը շատ ընդհանուր ասեմ, հետերը երկրի բաղկացուցիչ մաս են։ Եթե ողջ երկրում կա, ոչ ես բան չասեցի, դուք ասեցիք։ Հասկացա։ Մայրտակիրը գիտեք, որ օրինակ ընդհանրապես մի քանի օր առաջ քաղաքացին մոտենումից, այդ ողջության մասով եմ, քաղաքացին մոտենում է ինձ եւ ասում է շատ կոնկրետ դեպք եմ ասում ձեզ, եւ դա համատարած է ու ձևակերպվում է որպես կորուստ։ Երրաֆազով աշխատող օբյեկտները հանեք, ասում է, ինչ այլոց դա կարող եք անել։ Հաշվետվությունները, ինչքան ամսական վճարումները, ինչ հոսանք են վճարել, ինչի դիմաց են վճարել, եւ գնացեք այնտեղ ընտրողաբար 4-ը, 5-ը, 10-ը այդ օբյեկտներում եւ տեսեք ինչ ծախս է ինքը կատարում։ Եվ դուք տեսնեք, որ 30,000-ը մի բանի հարվածով իջնում է 3,000 եւ այդ ամբողջ կուտակումները գալիս են վերջում դառնում են կորուստ 740 միլիոն։ Եվ որի դիմաց վճարում է Հայաստանի քաղաքացի, նաև դուք։ Ուրեմն էլի այդ արարքում շատ ճիշտ բաներ ասեցիք, բայց վերջում 740 միլիոն պետք է այստեղ մի քիչ ազնիվ լինենք, էլի 740 միլիոնի այն մասը, որը տեխնոլոգիական կորուստներ են, դրանք անխուսափելի կորուստ։ Չեմ ասում բոլորը 740 մարդիկ լսում են կորուստի թիվը։ Այդ կորուստի թիվը տեխնոլոգիական անխուսափելի։ Եթե ձեր մոտ ծորագից ջուրը ասում, ով է մեղավոր։ Ինչքան է կորուստների ընդհանուր։ Տեխնոլոգիական կորուստների թիվը 11.2% է։ Այդ եմ ասում, դրա մեջ ամենամեծը տեխնոլոգիական կորուստ։ Մի րոպե, դրանից ավել է 12.7, 12.8 ցանցերի փաստացինը, ասենք 1 ու քանի տոկոս է այդ կոչումը։ Իսկ դուք ինչ երաշխիք եք տալիս, որ այդ 11.2 չկան դրան։ Ես երաշխիք չեմ տալիս, մեկ սակագնում չեք դնում այդ թիվը։ Հաղորդման սկզբից խնդրում եմ մի հարցին պատասխանեք։ 12-ը չենք դնում։ 11-2-ի մեջ դնում եք։ Այդ 11-2-ը դնում եք։ Հիմա ես էլ հարցնում եմ, ասում դուք երաշխիք ունեք, որ դրա մեջ չկա նրա։ Պարոն Մինասյան, ասում եք չէ, ես ճիշտ եք անում որ ես այդպես բան չեմ ասում, իմ փոխարեն մի պատասխան։ Ես ասում եմ, մի բանի պետք է հավատալ, ամեն մեկը մի քիչ հավատ պետք է ունենա։ Կա ինստիտուտ, մասնագիտական, որը հաշվում է։ Հիմա դուք կարող եք հավատալ։ Չեք ուզում մի հավատալ։ Շատ բարձ բան ենք ասում ձեզ։ Ասում եմ ինստիտուտ։ Շատ բարձ բան ենք ասում ձեզ։ Հրավիրեք անկախ աուդիտ, ամբողջ համակարգը աուդիտի ենթարկվի, որ դուք ունենաք տեղեկություն։ Դուք հիմա չունեք։ Դուք ձեր որ մենք էլ չենք գտնվում։ Դեռ 2 տարի, անցյալ տարվա բարձրացման ժամանակ էլ եմ ասում։ Ազգային ժողովում քննարկումներ որ օրենսդրական նախաձեռնությունը օրենսդրական նախաձեռնությունը առաջիկայում ես երբ որ քննարկում դա առաջարկ էր որ 2 տարի հնչում է լավ էլ գիտեք որ այդ առաջարկությունը արել եմ։ Դուք չեք անում, ես օրենսդրական նախաձեռնություն եմ պատրաստում անել եւ ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մի խումբ պատգամավորներ, որով կապելու ենք ձեր կողմից իրավասությունը, որ դուք պետք է հավասարակշռեք սակագինը, պահանջարկի, սպառողների կողմից պահանջարկը, կենսապահովման նվազագույն բյուջեի եւ արտադրության եւ ծառայությունների ինքնարժեքի հետ։ Ինչ հարաբերակցությամբ դա քննարկման ենթակա է։ Երկրորդ, ամեն սակագին 5 տարի փոփոխման ենթակա չի կարող լինել, որպեսզի երկրում կայունություն լինի, որպեսզի սպասելիքները լինեն։ Եվ վերջապես երրորդ առաջարկ, յուրաքանչյուր սակագնի վերանայումից առաջ անպայման միջազգային անկախ աուդիտի պետք է ենթարկվի համակարգը եւ վերջապես 4-րդ կարևոր հանգամանքը ամբողջ ենթակառուցվածքը կարիք ունի արդիականացման էներգախնայողության ռեժիմի գործադրման, որի հիմնական պատասխանատուն այս դեպքում կառավարությունն է արդեն դառնում։ Հասկանում եք, ներդրումների կարիք ունի նոր։ Ոչ միայն ներդրումների կարիք ունի, բազմաթիվ այլ խնդիրներ կա, որ քաղաքացին սպառի ոչ թե 1500 կիլովատ նույն տարածքի համար։ Եվ մի բան էլ ասեմ ավարտեմ ես։ Դուք ասում եք ատոմակայանը կանգնեց 85 թե 88 օր։ Ուսումնասիրել եք պատճառները։ Դուք հիմա կարող եք վստահաբար երաշխավորել, որ դրա պատճառներից մեկը այն չի, որ համակարգում ռուսական մի ձեռնարկությունը մտածում է շատ գազ իրացնելու հնարավորություն ապահովեմ,
ոչինչ որ թանկ հոսանք արտադրի։ Սա էլ միջազգային կբարձրացնենք մտահոգության հարցերից մեկն է, որովհետև մեր ամբողջ էներգահամակարգի 80-90%-ը ամբողջ համակարգի 80-90%, եթե ես չեմ սխալվում, կառավարումը գտնվում է ռուսական ընկերությունների ձեռքում, ռուսներ չասենք, ռուսական ընկերությունների, որովհետև կորպորատիվ շահերը հիմա նաև Ռուսաստանում շատ ավելի բարձր են, քան նույնիսկ պետականը։ Ուզում եմ ասեմ, մենք շատ հեռու չենք, էլի, որպես երկրներ այդ տեսանկյունից։ Ատոմակայանի վերաբերյալ։ Կառավարումը ատոմակայանը ռուսական կողմը չկա, ատոմակայանը կառավարումը հայկական կողմով, ռուսական կառավարումը ավարտվել է 2010 թվականին, երբ որ այնտեղ պարտքեր ունեինք, այդ հարցերն էին կարգավորում։ Մեկ, երկրորդը մենք ուսումնասիրել ենք իրոք մասնագետներով ու դրա կարիքը եղել է գեներատորի լուրջ վթար եղել, որը անհրաժեշտ էր վերացնել։ Պլանավորել էին դա ավելի կարճ ժամանակով պետք է լիներ, դա պետք է լիներ 45 օր, բայց երբ որ բացվեց ռեակտորը ու պարզվեց, որ այդ վթարը այդտեղ կա, դա տևեց լրացուցիչ։ Լավ, պարոն, ես ավարտին հարց ունեմ։ Հիմա տեսեք, ես հիշում եմ անցած տարի դեժավյուի նման է, էլի մենք այս նույն ձևի քննարկում ենք, միջազգային հանձնաժողովը ասում էր, որ սա նորմալ գին է, սրանով կապահովի եւ այլն, այդ թանկացման կարիք չլինի, պարզվեց այդքան էլ ճիշտ չի։ Հիմա եկող տարի մենք կարող ենք վստահ լինենք, որովհետեւ դուք գիտեք, որ այդ դրամները մարդկանց ավելի են աղքատացնում, տնտեսությունը ավելի են թուլացնում, հա։ Կարող ենք մենք, ինչպես պարոն Մինասյանն ասում, վստահ լինենք, որ այս էլ տուժելով մի քանի տարի գոնե, ինչպես գազի պարագայում, մենք ապահովագրված կլինենք էլեկտրաէներգիայի թանկացումից, որովհետև սա համակարգային ցնցում է։ Մենք ապահովագրված ենք, որովհետև եկող տարի կարող ատոմականը կանգնի, եկող տարի դրամ դոլարը կարող է տատանվի, եկող տարի կարող ավելի սակավաջու լինի, քան այս տարի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա ինչ, այսինքն լատարի է ամեն տարի, թե մենք վստահ ենք։ Խնդրեմ։ Էներգետիկայի նախարարության շրջանակներում։ Ուրեմն ինչ ենք մենք արել այս վերջի երևի 7-8 ամսվա ընթացքում։ Մենք նախաձեռնել ենք եւ իրականացրել ենք, հաստատել ենք նախարարի հրամանով մեթոդիկա, որը թույլ է տալիս որոշակի էներգաբալանսը ավելի հստակ իրականացնել։ Եվ դա տալիս է հնարավորություն ավելի իրատեսական ունենալ, կառուցվածքը էլեկտրաէներգիայի արտադրության ավելի իրատեսական լինելու, ինչի համար մենք այսօր ու պարոն Կիրակոսյանը դրա մասին ասել։ Պարոն Սյան, հիմա եմ հարցին։ Այո, ուզում եմ ասեմ, դրանա նպաստելու, որ վնասները այս 24 միլիարդը, դրա առաջ 13 միլիարդը կանխելու համար մենք մշակել ենք մեթոդիկան, որը տալիս հնարավորություն այնպես ձևավորել կառուցվածք էլեկտրաէներգիայի արտադրության, որը դա չպետք է առաջացնի։ Դուք երաշխավորում եք, որ եկող տարի առաջիկա 2-3 տարի չի թանկանա։ Ես երաշխավորում եմ, որ մեթոդիկան մեծ քայլ է այդ ուղղությամբ, բայց ինչ կլինի ջրի հետ, ատոմակայանի կաշխատենք, որ դա չի լինի, որովհետև դա այդքան մեթոդիկայից չի կախված, ինչքան իր շահագործման ճիշտ իրականացման աշխատանքները։ Եթե սակավաջու եղավ, էլի կթանկացնի։ Չէ, մեթոդիկան այնպես է ձևավորված։ Դուք ասիք ջրի հետ կապ չունենք։ Չէ, ինչ կապ ունի։ Ենթադրենք մենք գործող հեսակագնի մեջ նախատեսված էր, որ փոքր եկերը արտադրելու են 900 միլիոնից ավել կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Կյանքը ցույց տվեց, որ դա այս տարի մենք ունենալու ենք մոտարապես 700 միլիոն կիլովատ-ժամ։ То есть այդ մեծ տարբերությունը հենց այդտեղից առաջացավ այս ճեղքվածքը, այս կորուստը, որը մենք հիմա հաշվարկում ենք փոքր եկերի մասով։ Նոր մեթոդիկան ասում է, ոչ թե դու հաշվի այնպես ոնց որ հաշվում էր այն նախորդ սակագնի հաշվարկի ժամանակ, մենք հիմա արդեն նախատեսել ենք այս սակագնի հաշվարկում մեծություն, որը հաստատ որ փոքր եկերը արտադրելու են։ Նստած լսում եմ, ուզում եմ հասկանամ եկող տարի գլխից ինչա գալիս։ Ես բիզնեսմեն եմ, ուզում եմ իմանամ վարկեր վերցնեմ, թե չէ։ Մի րոպե, ձեզ հետ չդառնա թանկանալու է թե չէ եկող տարի։ Դուք երաշխավորում եք չի թանկանա։ Ես տամ խոսքը պարոն Կիրակոսյանին, որովհետև դա իր ոլորտն է։ Կառավարություն, ազգային ժողով, ամեն ինչ գցում են խեշ Պետրոսյանի տարբերություն պարոն Կիրակոսյանի, ես ոչ թե գցում եմ մեղքը հանձնաժողովի կամ կառավարության վրա, մեղքը բոլորինս է։ Բարի, ազգային ժողովից սկսած ավարտված կոնկրետ մարմիններ։ Դուք կարող եք երաշխավորել, որ եկող տարի չի թանկանա։ Ուղիղ պատասխանեմ։ Իհարկե։ Ուրեմն հույս կարող եք ունենալ, բայց երաշխավորել չեմ կարող։ Ասեմ։ Հասկանալի։ Բացատրեմ ինչու։ Դե չէի ուզում առաջ բարերով ասել փակել։ Չէ։
ձեր ասածը չի։ Ջուրը, ատոմակայանը, դրամի կուրսը։ Գիտեք ինչա, որ հիմա կատակի ենք վերածում։ Ոչ, ուրիշ գործոններ, եթե ձեզ հետաքրքիր ասեմ։ Հիմա համակարգը մենք այսօրվանից որ սակագինը սահմանել ենք, արդեն հաշվարկներ եւ մեր ուսումնասիրություններն են կատարում հետագայում ինչ է լինելու։ Մենք ամբողջ նայում ենք վարկային պորտֆելը, ինչ նագրուսկա, ինչ բեռը բերելու այդ վարկային պորտֆելը հաջորդ տարվա սակագների վերանայման ժամանակ պարտադիր չի բարձրացնում, բայց նաև ունենք այս տարի ռեզերվներ, ինչի եմ ասում, հույս կարելի է ունենալ, բայց այդպիսի երաշխավորություն Այդ ծվարված հույս կա որ չի տեսեք ոնց, ասեմ հույսը որտեղից է, որ այսօր որ միանգամից փոխհատուցում ենք ցանցերին 24 միլիարդը մոտարապես, այդ 24 միլիարդը միանվագ ծախս է, մյուս տարի չի լինելու, հեծերից դուրս է գալու այդ գումարը։ Այդքան գումար մենք ռեզերվային ունենք, բայց հիմի ձեզ երաշխավորված ասել, որ այդ գումարը բավական կլինի համակարգում տվյալ ժամանակահատվածում մեր հեծերի աշխատանքը բավարար չի լինի։ Հեծերից չի կախված։ Բերեք ախր մի քիչ շատ ենք ֆիքսվում հեծերի վրա, ամբողջ համակարգից, այդ տպում կայաններից, մյուսներից, դա մի ամբողջական համակարգ է, լավ, հեծը հասկացանք, պարոն Բիբինինը շատ սիրեցիք, հասկացանք, բայց սա համակարգային խնդիր է, մենակ հեծի խնդիր չի։ Եվ մի ռեպլիկ եմ ուզում, պարոն Մինասյանը մի բան ասեց, սրտից լավ չնստավ։ Ես որ ասում եմ վարկերը, բոլորը այն ինչ որ հաստատվում են ազգային ժողովում եւ այլն, դրանք բոլորը անհրաժեշտ վարկեր են եւ զարգացման վարկեր են, ասում եք արդիանականացնել։ Հիմա ունենք բազմաթիվ այդ ձևի վարկեր, որոնք անհրաժեշտ են երկրի համար։ Այդ տեսեք, որ անջատումները քչացել են, ոչ մեկը լավ բանի համար ոչ կհիշի, ոչ կասի։ Առաջներում ինչպես էր, հիմա ինչպես էր։ Բերեք ազնիվ լինենք, ազնիվ լինենք։ Այդ անջատումները, որ քչացել էին, իրան չքչացել, դա այն ներդրումներն են, որոնք հաստատվել են ազգային ժողովում, բայց մենք հիմա պահն վճարում ենք դրա համար։ Բայց ամեն ինչի համար վճարվում է, ով պիտի վճարի, պիտի վճարվի, վարկա վերցրած, պիտի վերադարձվի, որակի համար ծառայության պետք է վճարել։ Կարելի է ունենալ շատ վատ էլեկտրաէներգիա, 10 ժամ անջատումով քիչ վճարել։ Խնդրեմ, ասեք, մեծևեր եք ուզում։ Ողջ տարածաշրջանում ամենաթանկ վճարողներն են։ Պարոն Ղազարյան, ես ձեզ խոստանում եմ։ Ինչի, մեր ճակատին գրած չի գազի համար ամենաթանկը, լույսի համար ամենաթանկը, ինչի։ Ուրեմն թոք-շոուի այս մակարդակով ես չեմ կարող ձեզ այդ խորը հարցը մասնագիտորեն ասել, որ դուք ճիշտ չեք, որովհետև պետք է գործոնայել դուք գները որ ասում։ Վրաստանի քանա գազի գինը։ Երևույթն եք տեսնում։ Վրաստանի գազի գինը չէ։ Ինչը՞ չէ։ Հա դուք սահմանին հասնում եք գիտեք, դա չի ինձ քաղաքացու վճարելն է հետաքրքիր։ Հա, սահմանին իհարկե մեր շատ էժան է, մեզ ու Բելարուսիային ամենաէժանն են։ 165, հետո բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե վճարում եմ 380-ի, ումա պետք է սահման։ Ինձ աբսոլյուտно չի հետաքրքրում։ Գազպրոմի մայր հիմնարկը իր Գազպրոմի հայաստանյան բանին, այդ քույր հիմնարկին ինչքանով է տալի։ Ինձ աբսոլյուտно դա չի հետաքրքրում։ Ես մի բաներ ասեմ, էլի սխալ դատողություններ են գնում։ Մի հատ բերեք հասկանանք, որ այդ ընկերությունները ես ինչքան դուք ինչքան եք վճարում, ես ինչքան եք վճարում գազի։ Ինչի համար։ Գազի համար։ Որ ամիսին, այս ամիսին։ Չէ, բանով, ֆիքսած կուբամետրի համար։ Խոնարհ մետրի համար։ Խոնարհ մետրի համար։ 56 ինչ նկատ ունեք, սակայն 56,000 է։ Հա, այսինքն չենք վճարում, չէ 165։ Բա ի՞նչն եմ սխալ բան ասում, դատողություն անում։ Ախր Վերջի վերջո իմ այս գրպանից, իմ երեխու բերանից ես վճարում եմ ավելի թանկ, քան վրացի։ Իմ ասածը սա է։ Բայց սահմանի վրա մեր էժանն է։ Բայց պետք է իմանաք ինչի եք ավելի թանկ վճարում, ինչի եք ավելի թանկ վճարում, քան վրացի։ Ես եզրափակում եմ հետևյալ կերպ։ Ակնհայտ է, որ այսօրվա համակարգը չի արտարացնում իրան եւ չի կարող երաշխավորել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետագա բարձրացումները եւ ընդ որում անկանխատեսելի բարձրացումները։ Որքան էլ հարգեմ իմ գործընկերներին, այսօր իրենք եւ այն կառույցները, որոնք զբաղված են այդ գործով, ներառյալ ազգային ժողովը միասնական քաղաքականության մոդել չեն մշակել։ Քանի դեռ դա չկա, անընդհատ մեղավորներ ենք փնտրելու մեկս մյուսի մեջ, մինչդեռ մեղավորությունը ամբողջ համակարգի մեջ է։ Համակարգը պետք է վերանայվի, համակարգը պետք է փոխվի եւ այդ համակարգի փոփոխության արդյունքում յուրաքանչյուր օղակ կլինի կառավարություն, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, պարլամենտ իր պատասխանատվությունը պետք է ունենա։ Հանձնաժողովը այսօր Սես խոսում է պարոն Կիրակոսյան, ես հասկանում եմ իրան, որովհետև վերջին ժամանակներս հիմնականում իրանք են թիրախներել եւ արդեն դրականն ու բացասականի մեջ էլ մեկ-մեկ բալանսային խախտումներ տեղի ունեն։ Իրենք այսօր թիրախ են։ Թիրախ չունենալով լիազորություններ վերցնում են իրենց վրա մի հատ լավն դրել են խաչ եք տանում։ Ինչ խաչ։ Խաչերը խաչվածներ եք արդեն դուք, խաչ չեք տանում։ Դա
Ուրեմն ես ձեր հետ մի բանում ուզում եմ համաձայնվեմ, որ ամեն օղակ պետք է իր տեղում լինի եւ եթե ազգային ժողովը աջակցեք մեր օրենսդրական նախաձեռնությանը։ Դուք պետք է մեզ աջակցեք։ Մենք օրենսդրական նախաձեռնություն ենք անելու, աջակցեք, կառավարությանը եք դիմում, ձեզ եք դիմում։ Ազգային ժողովը Պաշտպանեք այդ նախաձեռնությունը։ Այ երաշխիք, որ եկող տարի չի թանկանագոն։ Եթե sense մնաց չէ, եւ ոչ մի երաշխիք չկա։ Ոչ մի երաշխիք։ Իսկ եթե օրենսդրական նախաձեռնության պարտքել ենք, եթե նաև պարտադիր աուդիտի։ Այդ նախադասությունը ինձ պարոն, պարոն մենակ ասում եմ, եթե sense մնաց 20 տարի է մնում է sense։ Բայց ոնց է մնում, եթե sense մնաց, քաղաքական մեծամասնությունը պարլամենտում միշտ բոլոր ժամանակներում ոչ, բոլոր ժամանակներում հենց գալիս է հարցի կարևորության խնդրի լուծման ժամանակ, որ պետք է լուծում տա այդ հարցին։ Ինքը այս կամ այն սուբյեկտիվ շահերով առաջնորդվելով միշտ հետաձգում է կամ չի լուծում։ Պրոբլեմը սա է։ Էքստերնի կուլտուրա են մտցրել, դու ասում ես Էքստերնի բերում են միանգամից արագ օրենքները, դու ասում ես մնում է։ Չէ, հիմա ուզում եմ ասեմ, իրար հետ պետք է աշխատենք նույն խնդրի շուրջ, ոչ թե հարվածենք մեկս մյուսի։ Ես այնքան մեղադրանքներ կա, որ կարամ հնչեցնեմ կառավարության հասցեին հանրայնության անկախ հանձնաժողովը։ Բայց մեղադրանք հնչեցնելով ոչինչի չենք հասնի, եթե մեկ խնդիրը նույն հարցության մեջ չդիտենք, նույն ձևով չընկալենք, իսկ այդ խնդիրը այսօր ինչպես անել, որ էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն չբարձրանա, այլ հակառակը իջնի, որովհետև դրանով պայմանավորված մեր տնտեսությունը, մեր քաղաքացիները ապագա պետք է ունենան։ Տեսեք, դուք հիմա հայտարարություն եք անում, ասում եք պետք է իջնի։ Սին հույսեր եք տալիս, բայց ամբողջ զարգացում է էներգետիկ համակարգի տանում է նրան, որ պետք է որակը բարձրանա էներգամատակարարման։ Ներդրումներ պետք է արվեն։ Ներդրումները չեն կարող բարձր իջեցում կլինի միայն այն դեպքում, եթե տնտեսությունը այնպիսի տեմպերով զարգանա։ Տնտեսությունը ոնց զարգանա, որ բարձրացնում եք անընդհատ։ Լրիվ հանձնաժողովի սահմանները։ Ապա դրա համար եմ ասում, չեք լսում իմ ասածը ինչ է։ Սին հույսերը հիմա դուք եք տալիս, որ ասում եք, այո, այսպես լավ է լինելու, նորմալ է լինելու։ Ես չեմ ասում լավ է։ Ես ասում եմ այն ինչ որ ռեալությունն է։ Իսկ դուք ասում եք փոփոխություններ կլինի քիչ սակագները։ Ես մի հատ վերադառնանք, հա 100%-ով ավելացել է գինը, 20%-ով դոլարը։ Այն 80%-ը ասեցիք վարկերն են, հա, ենթադրում։ Մենակ վարկերը չեն, ծախսային փոփոխություն։ Սղաճ փոփոխություն եղել է ձեր ասած այդ ժամանակահատվածում սղաճային։ Ենթադրենք մի 10%-ը եղել է։ 10% չի, նայած որ ինչքան է լավ 80%-ից ինչքան է վարկային։ Դուք որ տարիներն եք ասում։ 13 թվականից մինչև 15։ Ես ասում եմ 13-ին եղել է 25, 15-ին դարավ 49։ 13-ին 25 չի եղել, սիրելիս դե բերեք մի 25-ից չդարավ 13 թվականին։ 13-ին 38 ա եղել։ 14-ին եղել է 40 մոտ 42, հիմա բարձրացել է։ 13-ին դարավ 38, ինչքանից դարավ։ 25 30-ից։ Հա, 25 երբ էր։ 29 թվին էր։ 9 թվին, վերջի 6 տարվա մեջ։ Քանի տոկոսով է դոլարը փոխվել։ 20։ Մենակ 20։ Դուք հիմա պատկերացնում եք ես էնցիկլոպեդիայում շտեմ արամ։ Վերադառնանք ուրիշ բանի։ Ասում եք եղել է եկեք հանդիպենք, ես ձեզ մանրամասն բացատրեմ։ Ուզում եք Վիժվարդյան վարկերը, չեմ ուզում Վիժվարդյան։ Վարկերը ասում եք վերցրել է, դրա մեջ մտել է բավականին բան, չէ՞, այդ գնի։ Իհարկե մեծ բեռում։ Այդ վարկերը որ վերցրել ենք, դուք ասում եք որակը բարձրացրել է։ Որակը բարձրանալուց քանի տոկոսով, որ թվականի, դες հիշում եք որ թվականին ինչքան է բարձրացել։ Ինչքան է իջել այդ կորուստները, որովհետև այդ վարկերը որ վերցրել ենք, արդիականացրել են, պետք է իջներ, չէ՞, այդ կորուստները։ Կորուստները եղել է մակարդակը մասնավորեցման սկզբում 23-24 թվականի։ Ոչ, 2003 թվականին։ Ինչքան է եղել։ 23%-ից ավել։ Հիմա դարել է։ Հիմա ինչքան է դարել 11-2%։ Ինչքան ուտել կլինի 23%-ից որն է։ Այս նավակորը մեր ժամանակը սպառում է, սերերս տայտոներ, իհարկե կարելի է փաստակներ բերել, վիճել, խոսալ, բայց մի բան պարզ է, որ մենք հո դատապարտված չենք, որ դառնանք ԱՊՀ տարածքում ամենաթանկ գազի եւ լույսի համար վճարող հասարակությունը, լինելով ամենաաղքատ հասարակություններից մեկը։ Իհարկե շատ օբյեկտիվ պատճառներ կան՝ դոլար դրամ, շրջափակում, տնտեսական իրավիճակ, ատոմակայանի կանգնում եւ այլն, կարելի է շատ քննարկել, բայց մի բան ակնհայտ է, որ մենք ունենք նաեւ կառավարման հոգատարության, պատշաճ վերահսկողության եւ պետական մոտեցման ահավոր մեծ պակաս, հակառակ բառում դժվար թե մենք ԱՊՀ տարածքում լինենք
ամենաթանկ վճարողները գազի եւ էլեկտրաէներգիայի համար։ Դա ակնհայտ է եւ սա այն քաղաքական գինն է, որը մենք տալիս ենք մեր անտարբերության համար, իսկ դա օբյեկտիվ է եւ դա միշտ էլ այդպես է լինելու։ Մենք կհանդիպենք եկող շաբաթ, շնորհակալություն պարոն։ Շնորհակալություն։